Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է ավանդույթի համաձայն ամեն երկուշաբթի այս ժամին Հայկ Նահապետյանը։ Մենք սովորաբար ուղիղ եթեր ենք մտնում ժամը 11-ին։ Այսօր, քանի որ Արշակ Սրբազանի arczepiskopos-ի մամուլի ասուլիսներ ուղիղ եթերում, մենք պարոն Նահապետյանի հետ հետևում էինք, մեզ համար ինչ-որ հարցեր կար, հարցերի պատասխանները լսելու, հետևություններ անելու, նոր եթերը սկսելու, հետևաբար դրանով է պայմանավորված որ մի փոքր ուշ մտանք եթեր։ Բարև ձեզ պարոն Նահապետյան, մենք երեք ողջ օրվա, ես ճիշտ ասած մայր թոռում էի, այդտեղ պատարագի էի մասնակցում, այդտեղ էր նաև պարոն Նահապետյանը, բայց նաև այդ ամենով հանդերձ մեր ուշադրությունը մենք ուշադիր հետևում էինք, թե ինչ է տեղի ունենալու Սուրբ Սարգսում։ Տեղի ունեցավ այն ինչը, որ սպասելի էր։ Ես ճիշտ ասած զարմացած էի, թե ինչ կարող էինք սպասել դավաճան ուրացող, հերձվածող սրբազաններից, ոնց որ թե արդեն ոչ մի նոր լավ բան սպասել չի կարելի։ Մենք միայն իրենցից պետք է սպասենք վտանգավոր բաներ այլևս։ Երեք դա տեղի ունեցավ Կճոյանի ներկայությամբ նորից զեղչվեց կաթողիկոսի անունը այդ ընթացքում չգիտեմ երևի ճիշտ կլներ սա էլ մենք տեղադրենք որտեղ ինձ մոտ տպավորություն է որ ողջ հանրության համակ ուշադրությամբ հետևում է թե ինչ է տեղի ունենում Մարիամ սա էլ այդ Հովանեսի պահը բան հետևում է թե ինչ է տեղի ունենում Մայրաթորի շուրջ, բայց ես այսօր առավոտյան ինչ-որ փորձեցի հասկացա, որ հանրության մի մասը անտարբեր եւ անտեղյակ է այս ամենից։ Ճիշտ ասած, ես դժվարանում եմ ասել, պարոն Նահապետյան, դա մեր մեղավորությունն է, որ հանրությունը տեղյակ չի, որ իր վերջին սյուններից մեկն են փորձում սղոցել եւ ավիրել Մայր տաճարը հայ առաքելական եկեղեցին, թե ընդհանրապես մեր անտարբեր դարձած ժողովրդի։ Ես ճիշտ ասած դժվարանում եմ դրա պատասխանը չունեմ։ Գիտեմ, որ միայն մեր ժողովուրդը դարձել է սեփական ճակատագրի նկատմամբ անտարբեր, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ դա ձեզ չի փրկելու թշնամին, որ մտնի Երևան, ձեր այն մտքերը, որ չէ, լավ է լինելու եւ այդ ամենը մեզ հետ կապ չունի, ես ձեզ վստահեցնում եմ, այդ մտքերը ձեզ բացարձակ չեն օգնի, որտեղ իրենք արագ տեմպով ներքին թշնամու ձեռքը ամուր բռնած կամ գլխին ինչ-որ բան պահած գալիս են մեր երկիր։ Ես հատուկ նրանց համար, ովքեր նաեւ ես էլ ասացի պարոն Բագրատյանն էլ, որ մեզ համարում են բայղուշություն նման բան ասելը, որ դա սթափ գնահատական է, որովհետև այն ինչի մասին, որ մենք խոսել եւ գնահատել ասել ենք նախկինում ցավոք սրտի այդ դժբախտությունը եկել է եւ կա այդ դժբախտությունը երկրի կորուստ եւ ցեղասպանության միջով անցած ժողովուրդ, սովի մատնված ժողովուրդ, տարածքների հանձնում թշնամին շարունակում է մնալ իշխանության գլխին եւ այնպես որ նոր աղետներ են մեզ սպառնում չգիտեմ տա Աստված այդպես չլինի բայց ես այս դատելով թե ինչ է հիմա տեղի ունենում ասեմ որ մենք բոլորս երանի ենք տալու այս օրերին որ հիմա մենք ինչի մեջ ենք որտեղ մենք հիմա դեռ ունենք հայրենիք հիմա իհարկե շակալների նման sense փորձում են այս վերջին կտորը խժռել բայց նորից եմ ասում հետևելով թե ինչ անտարբերություն է տիրում մի մասը ռոմանտիկ ապուշների նման ասում են չի դա մեզ այդ տեղի չի ունենա մյուս մասն էլ անտարբեր իր հանապազորի հացով է զբաղված հույսը դրած նրա վրա որ քանի որ ինքը չի ուզում լսել դրա մասին չի ուզում խոսել դա իր տեղի չի ունենա ինչևէ հիմա մենք կարող ենք դա ցուցադրել այո ես կարծում եմ երեք նաև շատ կարևոր բան տեղի ունեցավ իրենք արդեն սկսել են հերթով գրավել մեր եկեղեցիները Հովանավանքը գիտեք այսօր Արշակ Սրբազան իր ասուլիսի ժամանակ էր ասես փաստորեն զավթված է կարգալույծ եղած հոգևորականը բանդայի աջակցությամբ վերցրել է փականները փոխել է բանալները պահում է իր մոտ չէ պարոն Նահապետյան հստակ կարող ենք ասել գրավել են ուղակի եւ ամենահարկածին դա կշարունակեին բայց երեք լավ էր որ այնտեղ նաև ներկա էր ընդդիմության ներկայացիչ մեր ձևովի ներկայացիչներ այնտեղ եւ ոչ միայն այնտեղ իրականում հոգևոր ժողովուրդներ հավատավոր ժողովուրդներ այնտեղ ներկա որոշակի չէ այնտեղ որ բղավում է այդ հատվածից երբ որ տեղի է ունենում պատարագի ժամանակ երբ որ զեղչվեց վեհապարի անունը եղան վանկարկումներ որ հայ
ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին երկրորդն է, ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին երկրորդն է, եւ այդ ընթացքում նաեւ երբ որ Նիկոլն ու Վանը ողջագուրվում էին, խմբով երգում էին ով Աստված պահիր պահպանիր ամենայն հայոց կաթողիկոսին վեհափառ հորը։ Ինչ տեղի ունեցավ ներսում, այսպես վանկարկումներ տակ, այսինքն մեր հավատավոր ժողովուրդը այլևս թույլ չի տալիս, որ իրենց բանդայով գնան այս կամ այն եկեղեցի, զեղչեն պղծությամբ զբաղվեն եւ ինչ բառ հերձվածողները տարածեն այս պղծությունը, այս բառը ասելով նկատի ունենք այլևս 10 սրբազանների դավաճան, պիղծ, սրբապիղծ, արդեն ազատ կարող ենք ասել այդ ամեն ինչի մասին, որտեղ իրենց ներկայությամբ այդ ամեն ինչը տեղի ունեցավ, ել չեմ ասում իրենց դավաճանական հայտարարությունը, որ իրենք պահանջում են վեհապառի հրաժարականը։ Իրենց ներկայությամբ տեղի ունեցավ, այնպես որ կարելի է շատ հանգիստ ասել եւ չհրաժարվեցին դրանից։ Իմիջիայլոց մի հատ դերասան քահանա կա, ինչ է անունը, Տեր Շահե։ Այդ դերասանն ինչ էր ասում։ Ես ճիշտ ասած երբեք իրանով հիացած չեմ եղել, միշտ գիտեի որ կեղծ եւ սուտ քահանա է, երեք էլ ցես ճողոփրում էր բան, հարցերին չէր ուզում պատասխանել, որ հանկարծ բան չանեն։ Ինչը ինչ տեղի ունեցավ երեք, խնդրում եմ մեկ անգամ եւս հետևենք։ Ոնց ինչ են անում էլ, ինչ է նշանակում, մարդը որ ասում է կաթողիկոս Գարեգին երկրորդ է, փաստորեն արդեն իրավունք չունեն ասելու, եւ ես սկզբում ասեցին Հովհաննես Իշխանյանն է եղել, գիտեք չէ՞ շատ Վան Իշխանյանը Էլի մարդիկ են եղել։ Եվ երկու հոգի են ասել երկրորդը այն անձնավորություններ հավել են, երկել են, այնպես չի, այսինքն հավատավոր Հայկ Դորունցը, որը որ Հովանավանքում էր նաև ասել։ Ահա։ Հա, ինչի համար այս հարցա ցակում էլ ինչի։ Էս ինչ բան է, ինչի համար։ Այսինքն ինչի քարշ չեն տալիս տանեն այդ քահանային, հարցա չէ ցակում, ինչի չեն տանում։ Ասենք պիտի հիմա քարշ տանեին այն սրբազանին, որ ինքը պղծություն է արել, զեղչել է կաթողիկոսի խոսքը, ահա, տեսեք ինչ են անում։ Տեսեք ինչ են անում։ Հա, ինչ են անում, ինչի համար էլի։ Հա։ Ասենք չի չեք տանում սրբազանին, որ սրբազան էս ամեն ինչի կողմնակից։ Իրակ գիտեք, չէ, իրականում Սուրբ Սարգիսում այդպիսի ինֆորմացիա գնաց, որ ոչ մի քահանա չի համաձայնել։ Ստիպված են եղել դավաճաններ են փնտրում այս մարդիկ։ Այս մարդիկ ընտրած դիֆիցիտ է, ոնց որ Նիկոլ դիֆիցիտ է, չէ՞։ Ոսում այսքան մարդ եկել են իմ կողքը հավաքվել են։ Արագացրեք, գտել են պիղծ, բան սրբազաններին, դե չնայած ինչա կճուանի հետ կապված նորություններ դա։ Իմիջիայլոց ես խոսքի ընթացքում էի մտածում ասել, հիմա ասեմ, որ հետո դուք ազատ արդեն խոսեք այս ամեն ինչի մասին, դե գիտեք ինչ, ինձ համար անհասկանալի են այս ամեն ինչ, այս աղետի մեջ հայտնված երկրում, երբ որ նախկին վարչապետը, նախագահների մասին չեմ խոսում, որտեղ նախագահները իրենց խոսքը ասել են, 3 նախագահներն էլ ճիշտ է, դե ասենք ով է մտածում այն թափթփուկին, որ թռավ գնաց այն ողորմելին, Արմեն Սարգսյանն էր ինչ էր, բա մի հատ այ ողորմելի արարած, քո արևին ինչ որ եկեղեցուն կապված, չգիտեմ ինչեր է Իրանում, էս է Իրանում, ձայնը չկա, չէ՞։
Մի հատ ձայն անի այ 42-ի գործակալ։ Թուղթը իր տարեցույց տալիս Նիկոլին, ինչ էր անում։ Պատերազմից տեսակ չէ ոնց թռավ։ Թռնող, դե մի անգամ թռել էր այս մարդը, Սերժ Սարգսյանը ինչի համար էիք բերում։ Այս թռնող էս ողորմելուն։ Լավ էր արի, քացիներով շպրտել էր, որտեվ հասկացել էր այս թափթփուկնովա։ Բանը սպարապետը Վազգեն Սարգսյանը։ Բա ուր են մնացած վարչապետեր, դուք լսում եք, ասենք, մասամբ Խոսրով Հարությունյանն է խոսում եւ Հրանտ Բագրատյանը։ Բա Տիգրան Սարգսյանը ծոցն առած նստած ամբողջ օրը պաշտպանում էի Կճոյանին։ Բա մի հատ հրաժարվեք այս ամեն ինչին, ասեք այդ պիղծա, տականքա, սրիկայա, դավաճանա։ Հովիկ Աբրահամյանը քիրվայություն էի կանում։ Բանի Կճոյանի հետ դարձել եք ձեր, չգիտեմ, եսի ինչը, զենքով, բանով, եսի ինչերով էի կապավում ես Խուժանին։ Խուժան Վեհապարին հայ առաքելական եկեղեցուն բան դավաճանով Խուժան։ Լավ Աշոտյանը գրել է, բայց լավ կլինի որ Աշոտյանի բան հարսանեկան արարողությունն էլ է ինքը արել, գրեց որ ես ինձ համար էս 10-8-ը արդեն པարզ է թե ովքեր են, բայց լավ կլինի առանցին 3 ինչ որ երիտասարդներ հրաժարվեցին, չէ՞։ Որոշ սրբազանից որ այլա լավ կլինի որ այդպես հրապարակային էլ հրաժարվի պարոն Աշոտյանը որ հրաժարվում եմ ընդհանրապես այդ ամեն ինչից։ Մեհեր Ավետիսյան առավոտ ու գիշեր իր եսի միշտ անհասկանալի ինչ որ թեզեր ա գրում, դասեր ա տալիս, Մեհեր Ավետիսյան քավորը տա, դե հրապարակային հրաժարվի Կճոյանից։ Ասա հրաժարվում եմ ու գնա մի հատ ծնկի արի Աստծո առաջ, ներողություն խնդրի, որ չես հասկացել, չես գիտակցել, պիղծ արարածին քեզ քավոր ես կանգնեցրել։ Ես ա տարածումը մնացած բոլորի վրա։ Դուք պատկերացնում եք, բանը Արցախի թեմի առաջնորդը Մի հատ այդ խուժանների բանը պատկերը դրեք, էլի, ասենք կաթողիկոսի դեմ դուրս եկած հերձվածողներն ու դավաճանները, այսօր դիմել է ոստիկանությանը, մենք միասին չէ՞ նայեցինք պարոն Նահապետյան, ոստիկանությանն ա դիմել եւ պաշտպանությունը, ումից է Արցախի ժողովրդից էս պաշտպանվում, հա? Պատկերացնում եք, իր ժողովրդից ա ուզում պաշտպանվի, բան ա դարձել, էլի, բանդայի անդամ ա դարձել, սա է, անամոթ Այս անամոթը, դե սրա մասին ինչ խոսես, ես սպասում եմ, ես տեսնեմ Տիգրան Սարգսյան, առոք փառոք է որ թռել եք, ինչ եք ասելու այս դավաճանի մասին, այսօր ասեց, Արշակ Սրբազանը որակավորումը տվեց, չէ, այդ մեր որակավորումը չի, չէ, պիտակավորումը չի, պարոն Նահապետյան, դավաճան, հերձվածողներ, ուխտադրուժ, ահա, այս մարդիկ այդպիսին են, դե տեսնենք հիմա հերթով, այն բոլորը ովքեր որ սրանց օրհնությամբ են երեխաներ կնքել, քավոր են կանգնեցրել, չգիտեմ ինչ են արել, պսակադրության են գնացել, բոլորը այս դավաճան փողին սատկած, մեռած, այս շուտով ես կարծում եմ որ կզրկվեն այս բոլոր այդ սրբազանի բանը։ Հələ մի սրան տեսեք, բանից է խոսում։ Չգիտեմ ինչ որ մաքրությունից, բարոյականությունից են Քարամյանի չգիտեմ ինչն է Քարամյանի պարոն Նահապետյան։ Մամուլում ինչ էին ասում, ոնց որ Նիկոլն ասում, ըստ մամուլում եղած տեղեկությունների Քարամյանի հարց։ Քարամյանի հայրը։ Ես հույս ունեմ որ ես գիտեմ որ հիմա բանի հարվածների տակ պահկված թաքնված է Հովիկ Աբրահամյանը ձայն կհանեն, կհրաժարվեն բոլորը Տիգրան Սարգսյանից վստահ եմ որ հենց որ անվանական ասում ես 5 րոպե հետո իմանում եք դուք բոլորդ կարձագանքեք այսօր չեմ ասում են թուրքին քիրվայություն արանող Արամ Զավելի Սարգսյանին հո չեմ դիմել այն մարդը քիրվայության ճամփեն բռնել է իր համար գնում է բա դուք ձայն հանեք այս դեպքում ձեզ կախաղան չեն անի ես վստահ եմ որ ձեր վախը դրեք մի կողմ էլի Երկիրը ձեռքից գնում է, ձեր արևին վարչապետ եք եղել, մի հատ ծապտուն, մի հատ ձայն չկա ձեզանից։ Խնդրեմ, հետևեցինք մենք նաև շատ կարևոր բաներ տեղի ունեցավ, երեք Մոսկվայի դրա մասին էլ խոսեք երևի դուք հայտարարությամբ Ռուսաստանի նոր Նախճեվանի թեմա։ Այո, թեմը բոլորը միասին հայտարարությամբ մեկ բացառությամբ, դե տուն չկա որ շունչը լինի, լինում է այդպիսի բաներ Սա տեղի ունեցավ եւ նաեւ քիչ առաջ մենք հետևեցինք ես կարծում եմ կարեւոր բաներ ինչ հնարավոր էր փոխանցելու ինչ հնարավոր էր ասելու արդեն լսել ենք մենք հիմա դեռ շարունակվում է սրբազանի մամուլի ասուլիսը բայց կարեւոր բաները կփոխանցենք խնդրեմ Եզակի դեպքա երբ ես համաձայնվում եմ իշխանության այս կամ այն ներկայացուցիչ տված գնահատականին հիմա ես համաձայնեմ Փաշինյան Նիկոլի որը վարչապետի պարտականությունն է կատարում, դրված գնահատականին, որ մեր եկեղեցին հիմա բարենորոգվում է իր նպատակը։ Հիմա եկեք մյուս կողմից նայենք։ Դավաճանների, ուխտադրուժների եւ հերձողականների ի հայտ գալը մեր երկրի
եկեղեցու նվիրյալ եւ հավատավոր զավակների, մեր եկեղեցու հոգեվորականի եւ վեհապար հայրապետի համար սա բարենորոգում չի։ Փաստորեն իրենք ջրերս էլան, որոնք ընդհատակում էին։ Իսկ մենք չգիտենք այդ մարդկանցից օրինակ վեհապար հայրապետը ուրիշ ինչ արված եւ որտեղ կարող էր ստանալ։ Հիմա Նիկոլը օգնեց այդ մարդիկ բացահայտվեցին մի ամբողջ բանակի ամուսնացյալ քահանաներից 3 քահանա բացահայտվեցին։ Իհարկե որոշ քահանաներ թեմակալ առաջնորդները ստիպում են որ գան պատարակներին զեղչեն վեհապար հայրապետի անունը։ Իրենք պարտադրված են։ Այն 3-ու մասին Սյոպիկ Ասատրյանից սկսած եւս 2-ը։ Իրենք բացահայտվեցին, չէ՞։ Այսինքն նրանք գաղափարական առումով են կողմ Փաշինյանին։ Իհարկե ակնհայտ է եւ ամենայն հավանականությամբ որոշակի վարկաբեկիչ նյութերի ճնշման տակ։ Այսօր Արշակ Սրբազանը այդ առումով շատ հստակ ասեց նույնիսկ եթե ինչ որ բաներ լինեն, դա դեռ չի նշանակում, որ մի դավաճանություն կամ մի սխալ արարքը պետք է ծնի երկրորդը։ Դու երկրորդ արարքը անես, որտեղ կան ճանապարհներ։ Դրա մասին ես էլ եմ պարբերաբար ասել եմ, կարող եք հրաժարվել ձեր հոգեվորականի կարգավիճակից, եթե իրավական գործընթաց է ժամանակին ձեր կատարած սխալը, իրավական գործընթացով ձեր նկատմամբ հետապնդում սկսի։ Եթե բարոյական է, բարոյական, բայց դուք երբեք գործիք մի դարձեք ոչ մեր եկեղեցու միասնականության դեմ, ոչ էլ վեհապար հայրապետի դեմ, այսօր Արշակ Սրբազանը շատ հստակ ասեց։ Եվ ընդ որում ինքը նաև ուղղակի ասեց, իրեն 2 անգամ ազգային անվտանգության ծառայություն հրավիրել են, ակնհայտ է, չէ՞ ինչի համար։ Կարող ենք շարունակել։ Այո, կարող ենք շարունակել։ Տեխնիկական մի փոքր խնդիր եղավ։ Եւ այսպես փաստացի Փաշինյան Նիկոլը իսկապես մաքրում է մեր եկեղեցին։ Նման զնման են գտանը։ Հիմա իր նմանները իր կողքն են կանգնում։ Որքան ջանք, ժամանակ, աշխատանք, նյարդեր պետք կլներ վեհապար հայրապետին այս 10-ին բացահայտելու համար։ Փաշինյան Նիկոլը բացահայտեց, կանգնել են Փաշինյան Նիկոլի կողքը, այնպես որ եկեղեցին մաքրվում է, ինչպես ժողովուրդն է ասում, չկա չարիք առանց բարիքի։ Այս բարիք հիմա տեղի ունենում։ Երկրորդ, այն ինչ որ օրվա իշխանությունները փորձում էին եկեղեցու վրա ցեղ շպրտել, փորձում էին գլխականակ հավաքել, գրոհել վեհարանը, ուշադրություն դարձրեք, բոլորը ձախողվել են։ Ձախողվել է անգամ ամուսնացյալ քահանաների այդ մեծ բանակից շատ բեկորներ փոկել, ընդհանրապես փոկել է 3 քահանայի։ Հիմա բարձրաստիճան հոգևորականներ, եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ 10 են։ 54 եպիսկոպոսներից։ Դե Հայման Նիկոլը մտքում ասվալը դեռ սպասեք, տեսեք ինչ։ Դա ոչինչ չի տա։ Սպասեք, տեսեք։ Իդեպ Արշակ Սրբազան ասես նույնիսկ եթե վեհապարը մենակ մնա։ Վեհապար հայրապետին ազգային եկեղեցական ժողովն է ընտրել։ 1/3 հոգևորականների, 2/3 աշխարհականների ներկայացուցիչների կողմից։ 1։ Այսինքն վեհապար հայրապետին հնարավոր չի պահանջել ինչ որ մի խումբ մարդիկ հրաժարական։ Իդեպ ես հիմա զուգահեռ եմ 2018 թվական հունիս ամիս, երբ մի խումբ մարդիկ 2 երևացող հոգևորականների նախկին կարգալուծարված Աբեղա Հարկորունի եւ Տեր Արմենի, որը Հոլանդիայից էր եկել, փորձում էին ժողովրդի գլխականակով ճնշել, որ վեհապարը հրաժարական տա։ Իհարկե նման բան տեղի չէր ունենա եւ չէր կարող ունենա։ Հիմա նույնը ասենք փորձում են մի քանի եպիսկոպոսներով եւ արքեպիսկոպոսներով ճնշել։ Սա էլ է։ Մի կողմ վրա ենք դնում։ Առայս որ Արշակ Սրբազանը վստահաբար ասեց եւ մենք էլ դրա մեջ շատ ավելի վաղուց համոզված ենք, որ վեհապար հայրապետը հրաժարական չի տա։ Դրա իրավունք անգամ ինքը չունի, որտեղ ինքը ընտրված է այդ ներկայացուցիչների կողմից։ Կարող եմ մեջբերում անել։ Ես ավարտեմ եւ եթե դա է գումարին, որ վեհապար հայրապետը օծյալ է։ Սուրբ Հոգու շնորհները վեհապար հայրապետին տրված իր միջոցով փոխանցվում է բոլոր հոգևորականներին, եկեղեցու սպասավորներին եւ եկեղեցու նվիրյալ եւ հավատավոր զավակներին։ Սա կարեւոր է իմանալ մեզանից յուրաքանչյուրին։ Ուղղակի քանի որ պատրվակ էին իրենք երցրել ինչ որ ձայնագրություն Արշակ Սրբազանի հետ կապված, այսօր շատ կարևոր ասուլիս էր, որտեղ ինքը պետք է պատասխաներ այս հարցերին
որտեվ իրենց հայտարարության մեջ այդ 10 դավաճան ուրացողները դա են, չի ասում, որ իբրև թե մենք բարոյական, չգիտեմ ինչ սրբազանները պահանջել ենք պատժել եւ չի արձագանքել վեհապարը դրան, հետեւաբար մենք այսպիսի հետեւություն ենք արել։ Եթե պատկերացնում եք, եթե վեհապարը ձեր պղծությունների հետ կապված հայտարարություններին կամ չգիտեմ մեղադրանքներին արձագանքեր, հիմա ինչ պիտի լիներ։ Ինչևէ, պատասխանելով սրան որոշ հարցերի շատ հստակ ասում է Արշակ Սրբազանը, այս իշխանությունը, որը այսպիսի արհավիրք է բերել մեր երկրի ու ժողովրդի գլխին չի կարողանում մնալ իշխանության, օր առաջ նրանք պետք է հեռանան։ Այսինքն պնդել է այն, ինչ որ ասել է անցյալ նախկինում։ Իհարկե դուք տեղյակ եք իմ դիրքորոշումներին, հատկապես պատերազմի ողբերգական ավարտից հետո։ 2018-ից սկսած ես խիստ վերապահումներ եմ ունեցել քաղաքական գործընթացների վերաբերյալ, սակայն իմ դիրքորոշումը չեմ արտահայտել մտածելով, որ ես սխալվել եմ։ Ցավոք ես ճիշտ էի։ Այն անձը, որ ղեկավարում է Հայաստանը, միշտ առաջնորդվել է զրպարտանքներով եւ շանտաժով։ Նիկոլի մասին է խոսում Արշակ Սրբազանը։ Ինձ վերագրվող տեսագրությունները կեղծիք են եւ սուտ են։ Այն վերնագրումները, որ կատարվում են ինձ բացարձակ ինձ հետ կապ չունեն։ Ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել տեսագրությունների համար, ոչ մեկը չի ասում, որ դա մենք ենք արել, ասել է Արշակ Սրբազանը։ Եթե ես զմայլված լինեի Նիկոլ Փաշինյանով, որևէ թթու խոսք չէի արժանանա, ուրեմն սա ակնհայտ քաղաքական ուղղորդվածություն ունի, նշել է Սրբազանը։ Այն անձինք, ովքեր գործակցության հայտ են ներկայացնում այսօրվա իշխանության հետ, կիսում են նրանց քայքայիչ պետականաքանդ գործունեության պատասխանատվությունը։ Ինչ վերաբերվում է եկեղեցականներին, ովքեր հայտարարություններ արել, ցանկացած սցենարի դեպքում դավաճանությունն է։ Արշակ Սրբազան, ես չեմ պատրաստվում իմ ծառայությունը դիմել դադարեցնելուն, միայն այն պատճառով, որ ինչ որ մարդիկ այդպես են ուզում, ասել է Սրբազանը, բայց կարող է հասնի պահը, որ ես ծառայությունս դադարեցնել կարող է օգտակար լինել օբյեկտիվ քննության իրականացնելություն, կարող է օգնել, որ մարդկանց մոտ թյուր կարծիք չձևավորվի։ Իհարկե ես ցանկացած լուծումի պատրաստ եմ։ Կաթողիկոսը, այստեղ ձեր ասածն է, ոչ մի հնարավորություն չունի հեռանալու։ Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ որ շրջանակներ այդպիսի օրակարգ են դրել, չի կարող հեռանալ այն դեպքում, որ ինչ որ եպիսկոպոսներ այդպիսի պահանջ են դրել, ասել է Սրբազանը։ Եվ սկանդալային ինչ-որ բաներ կան նաև, Արշակ Սրբազանը մամուլի ասուլիսին ակնարկեց, որ ԱԱԾ-ն սպառնացել է ու փորձել է ստիպել հրաժարվել Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարից եւ դեմ գնալ վեհապարին։ Այսինքն այսպես ակնարկ եղավ, որ հարցադրում եղավ, որ արդյոք ձեզ կանչել են, ինչ-որ բաներ դրել ձեր առջև։ Փաստորեն ոչ հաստատեց, ոչ հերքեց սա, այնպես որ բանի տեղիք է տալիս մտածելու, իսկ ով պետք է հայտնվեր իշխանության թիրախում, նա ով գովերքում է, ինձ էլ է սա է բաժին հասել, ասել է Արշակ Սրբազանը։ Այն ինչ տեղի է ունենում Մոլդովայում եւ Ուկրաինայում, ամենայն հավանականությամբ կիրառվում է Հայաստանում։ Դավաճանությունը մեր հավատքի մեղքերի շարքում թվարկված չէ, որովհետեւ այն բոլոր մեղքերի մարմնավորումն է, ասել է Արշակ Սրբազանը։ Խնդրեմ։ Եվ այստեղ հետաքրքիր է Արշակ Սրբազանը կարելի ասել աշխարհի քաղաքական գնահատական տվեց այն դեպքերին եւ իրադարձություններին, որտեղ ունեն մեր եկեղեցու շուրջ եւ վեհապար հայրապետի դեմ։ Վերջին խոսքը, քանի կաթողիկոս Գարեգին երկրորդն է բնե, քանի ես կամ կառավարելի եկեղեցական չի լինելու, Արշակ Սրբազան։ Եվ աշխարհակաղակական այդ գնահատականը իսկապես ընդամենը 3 բառ ասեց, բայց կարծում եմ, որ Արշակ Սրբազանը եւ շատ բնականաբար նաեւ վեհապար հայրապետը հասկանում են մեր եկեղեցու դեմ նետված մարտահրավերների իրական աղբյուրները, երբ ասեց, որ այդ process-ները գնում են նաեւ Մոլդովայում եւ Ուկրաինայում։ Իսկ ինչ է, Մոլդովայում եւ Ուկրաինայում ուղղափառ եկեղեցու դեմ է արշավը, ձերբակալություններ, հետապնդումներ, բռնություններ, սպանություններ եկեղեցականների եւ եկեղեցու հավատավոր զավակների եւ եկեղեցու 300-ի ձերբակալություն։ Ես սպասավորների, այս սա ինչի համար է։ Այսինքն իրականում Արշակ Սրբազանի ասացի մեխը հետեւյալն է. ուղղափառ աշխարհի դեմ գնում է պատերազմ։ Այդ թվում նաեւ մեր եկեղեցին այ ունի որոշ դավանաբարական տարեմբռնումներ, բայց մեր եկեղեցին համարում է այդ աշխարհի սյուներից մեկը։ Առավելից միայն ուղղափառ եկեղեցում է, որ եկեղեցու գլուխը ոչ թե անձ է, անսխալական, ինչպես կաթոլիկ եկեղեցու Հռոմի Պապը անսխալական եւ ինքը համարվում է կաթոլիկ եկեղեցու գլուխ։ Ոչ էլ բողոքական եկեղեցիներում, որտեղ գլուխը եւս մարդ է։ Ուղղափառ աշխարհում եկեղեցու գլուխը մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսն է։ Ամենակարևոր եւ անկյունակարային ուրեմն մոտեցումը։ Եվ անսխալական միայն Տերն է, Աստված է։ Մարդը սխալական է։
Այնինչ դոգմատիկ առումով եւ կաթոլիկ եկեղեցին եւ բողոքական եկեղեցիները արձանագրել են, որ իրենց եկեղեցու գլուխը չի կարող սխալվել։ Այսինքն այդ որոշումը միայն արդեն իսկ ձեռնոց է Աստծուն, որտեղ անսխալական անթերի անաղարտ միայն Աստված է։ Եվ իր որդին Հիսուս, որ իր կյանքով ցույց տվեց։ Հիմա եթե անցնենք Արցախի Վրթանես Սրբազանի հայտարարությանը։ Ես մի վտանգավոր թեմը իրենց հայտարարեցին, որ չեն ընդունում իրենց։ Ես մի վտանգավոր բան կա, իմ ընկերներից մեկը Սերգեյը Համբարձումյան ճիշտ Facebook-յան էջում մի դիտարկում էր արել, նույնիսկ երեք իր հետ զրուցեցի, ինքը Արցախում ուժային կառույցներում բավականին բարձր պաշտոն է զբաղեցրել, մեր եկեղեցու հավատավոր զավակները ասեց մի շատ վտանգավոր բան կա, որ Արցախից բռնի տեղահանվածների մոտ կամ միտում ըստ որի բռնությամբ տեղահանված եւ այսօր Հայաստանում բնակվող մեր քույրերն ու եղբայրները փորձեն ճնշել, որ Արցախի թեմի առաջնորդը հրաժարական տա եւ հիմնավորեց ինչու ես ամբողջովին կիսում եմ այդ տեսակետը դա իշխանությունների ջրաղացին ջուր է լցնում, որովհետև նույն տրամաբանությամբ Նիկոլն է կարող է ասել հիմա ինչ որ գլխականակ կա Հայաստանում, ճնշենք վեհապարին, թող հրաժարական տա։ Արցախի թեմի առաջնորդին չեն ընտրել Արցախում ապրողները։ Թեմակալ առաջնորդը ընտրվել է եւ նշանակվել վեհապար Հայրապետի կողմից։ Այսինքն պաշտոնանկությունը կամ կարգավիճակը միայն եկեղեցին է տալիս։ Ես հասկանում եմ, որ թոմունքը մեր քույրերի ու եղբայրների Արցախից տեղահանված, որը շատ բնական է։ Բայց մոտեցումը, որ իրենք ճնշեն, որ հրաժարական տա, դա նույն գործիքն է, ինչ որ Փաշինյանը փորձում է անել։ Փաշինյանը 2-3 ամիս փորձում է գլխականակ հավաքել։ Այդ գլխականակը գոնե, ինչպես ասում են, կադրի համար մի 10,000 մարդ հավաքի, որ ասի տեսեք, հենա եկեղեցու ուրեմն բաները, հետևորդները ուզում են, որ հրաժարական տա։ Իդեպ Փաշինյանը իր կարգավիճակը կտրուկ իջեցրել է, եկեղեցու հավատացյալ եւ հավատավոր զավակից դարձել է հետևորդ։ Ավելին տվել է հետևորդ լինելու իր բնութագրիչը։ Գիտեք որն է։ Եկեղեցում մկրտված լինելը։ Ես կարող եմ տասնյակ օրինակներ բերել, որ այսօր աղանդավորական կառույցների անդամները եւ ղեկավարները մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցում մկրտվել են, բայց երբեք մեր եկեղեցու հետևորդ եւ զավակ չեն։ Ուստի եւ Փաշինյանի այս հնարքը իբր նա ով եկեղեցում մկրտվել է այդ մարդկանց համոզի մանիպուլացնի, որ կազմակերպի տանի գրող դեպի մայրաթոր, սա չի անցնելու։ Վստահաբար կա եկեղեցու նվիրյալ եւ հավատավոր զավակ, որը շատ հստակ չափորոշիչներ ունի։ Գոնե նվազագույնը այն, որ տիրոջ պատվիրանների եւ խոսքի մեջ եւ իր կամքի մեջ ունի, կա մեր եկեղեցու կողմից 5 խորհուրդ։ Այդ 5 խորհուրդները պարտավոր է կատարել։ Իսկ եկեղեցու մկրտված անձը, որը ասենք այսօր օրինակ կյանքի խոսք կազմակերպության ղեկավարներից են, մկրտվել են, ես գիտեմ, եկեղեցում, բայց իրենք մեր եկեղեցու հետ որևիցե աղերս չունեն։ Ես չեմ գնահատում այդ կազմակերպության քայլերը դրական, բացասական։ Ես ընդհանրապես փաստ եմ արձանագրում։ Եվ հետեւաբար, եթե այստեղից գանք մեր իրողություններից, մեր իրողությունները հետեւյալն է, որ վեհապար Հայրապետ արձանագրում ենք ինքը ամենայն հայոց կաթողիկոսն է մեկ, անկախ նրանից թե քանի 10-ն են, 20-ն են, 30-ն են, ես տեսականորեն ավելացնում եմ, 40-ն են, 50-ն են, իրավասություն չկա, իրավասությունը ազգային եկեղեցական ժողովն է, որտեղ ընտրվել է վեհապար Հայրապետը, որտեղ այդ ընտրության ժամանակ նորից եմ ասում, մեր եկեղեցու հավատավոր զավակների կողմից ընտրված ներկայացուցիչները ընտրության ժամանակ ունեցել են 2/3 ձայնի իրավունք։ Իսկ այդ մարդկանց կեցվածքը, այսինքն արձանագրում ենք վեհապար Հայրապետը մնում է, մեր խնդիրը, այսպես ոչ թե դասեր տալու եւ պահանջատեր լինելու, խոսքս մեր եկեղեցու հավատավոր զավակների մասին է եւ այդպես հրապարակավ մի քիչ կոշտկեցված դրսևորել, թե ինչու վեհապարը սա չի անում, ինչու եկեղեցին սա չի անում, սա մի կողմի վրա ենք դնում, առավել խոնարհություն եւ հեզություն, վեհապար Հայրապետը եւ բարձրաստիճան հոգեվորականները հրաշալի իրավիճակին տիրապետում են, իրենք գիտեն ինչպես անել, մենք որպես այդ եկեղեցու զավակներ, մենք օժանդակելու ենք բոլոր այն գործողություններին, որ անում է եկեղեցին։ Իդեպ ես այս տաղավարից ուրբաթորեն նաև կոչ արեցի
որ շաբաթ օրը եկեղեցում միջոցառում է։ Ուրբաթ օրը եւս միջոցառում էր, շաբաթ օրը Սուրբ Գեղարդներ հանվել, Կիրակի օրն էլ պատարագ էր։ Կոչ արեցի մեր եկեղեցու զավակներին։ Ձեր կեցվածքը դրսևորվում է գործերով։ Եթե ձեր հավատի մեջ գործերը բացակայում է, գրված է. հավատը առանց գործերի մեռած է։ Ուրեմն ձեր հավատը մեռած է։ Գործերով ցույց տվեք, որ կենթանի է եւ հավատը եւ մեր Տեր ու Փրկիչը։ Մենք գնացինք, ես ընտեղ եմ եղել այդ 3 օրն էլ, բազմամարդ չէր։ Կիրակի օրը, բայց պատարագին ես ներկա էի, Կային, այո, բայց եկեք այսպես ասենք, այս մարտահրավերները, որ հիմա նետված են մեր եկեղեցու հանդեպ, հա, ես կարծում եմ, որոշակի առումով իմ գնահատմամբ դա համարժեք չի այն կեցվածքին, որ իսկապես մեր ժողովուրդը ունի։ Ես օրինակ ինչ չափորոշիչ ունեմ, երբ իմ Facebook-յան էջում տարածեցի իմ կեցվածքը, ես որպես եկեղեցու զավակ պահանջում եմ այդ 10 բարձրաշան հոգևորականների հրաժարականը, մարդիկ այդ նյութը տեսնել, արձագանքել եւ տարածել ինձ համար գոնե աննախադեպ էր։ Ես վերջին 6-7 տարում բավականին ակտիվ եմ սոցիալական Բայց Արցախցի փաստաբան էլ բաներ գրել, որ արցախցիները պիտի գնային, ինքը զայրույթով հետո խոսեց մի քանի ժամ հետո, որ արձագանքը Facebook-յան փաստորեն շատ մեծ եւ ահռելի եղել, հիմա մեր ժողովուրդը սոցիալական ցանցերում պայքարում է, բայց իրական բանալիչոն գործողություն պիտի անի, չէ։ Ես իմ մտքերի ընթացքը դրան եմ բերում։ Այսինքն մարդիկ իրենք կեցվածք են դրսևորում, որ իրենք այս դաշտում են, իրենք ընդունում են այն քայլերը, որ մեր եկեղեցին վեհապար հայրապետարում է, բայց դա գործի պետք է վերածվի։ Իսկ գործի համար ընդամենը որոշակի ժամանակ եւ նվազագույն ծախս մայրաթոր Սուրբ Էջմիածին հասնելն եւ այնտեղ ներկա լինել պատարագին, սա իրոք գործ է։ Որովհետեւ Փաշինյանը որքան փորձում է հոկտեմբերի 26-ից սկսած տարբեր եկեղեցիներում իբր պատարագի մասնակցել, մենք տեսնում ենք, չէ, վարչական ռեսուրսի, ոստիկանության, ԱԱՑ-ի ինչ որ իրեն հավատացող մարդկանց գլխականակը մի քանի 100 է։ Տեսնում եք, չէ՞, սա։ Երեք էլ ասեցին, որ շրջաներից են վերել։ Այո։ Եվ կային մարդիկ, որոնք բոլոր ժամանակներում երկրի ղեկավարի կամ պետական չինովնիկի գովերքող անձինք են այդտեղ մի Բայց երիտասարդ իրենց քիչ արժել ռեկլամը, ես օրինակ իմ գործընկերներին էլ խորհուրդ կտամ, որ ասենք դրանց նկարահանում եք ինչ ցույց տալ։ Ինչ որ մարդիկ, որ վճարում, Փաշինյանի կողքը բոլոր ժամանակներում, պաթոլոգիայով տառապող հիվանդ մարդիկ կան կամ բոլոր ժամանակներում փողի սատկած մարդիկ կան, որ պետության երկրի դեմ գան։ Հիմա այդ հիվանդներին, այդ ծախվածներին լուսաբանում եք, որ ինչ անեք։ Ցուցադրում եք, որ ինչ է, հասկացանք, մի քանիսը Նիկոլի գործակալներն եք, իբրև թե ընդդիմության դաշտում եք տարածում եք, որ ինչ անեք, ասենք այդ հիվանդ այլանդակություններին, որ եկեղեցու դեմ են խոսում, կաթողիկոսի դեմ են խոսում, նախագահների դեմ են խոսում, ունդեղ իբրև թե աստվածացնում են երկիր ծախող սրիկային։ Իմաստը։ Ես հորդորում եմ մեր եկեղեցու հավատավոր զավակներին, եթե պատարագ է եւ հնարավորություն չկա գնալ մայրաթոր Էջմիածին, ապա պարտադիր իրեն գնան այն եկեղեցիներ, որտեղ իրենց բնակավայրին կամ աշխատատեղին մոտ է։ Անպայման գնալ, սա, եթե մեզ թվում է, որ սա, այսպես ասենք, երկրորդական է, բացի որ այդ արարողության ժամանակ մեղքերի թողության եւ հաղորդության խորհուրդներն ապ եկեղեցու կատարում եւ մենք պարտավոր ենք մասնակցել։ Լավ է, որ առաջին 2-3, ասենք, Նիկոլը մենակ էր գնում, շատ լավ է, որ հիմա արդեն հավատավոր ժողովուրդը եւ մասամ քաղաքտիվը գնաց։ Դե ընդդիմությունը քնած է, հրավիրատոմսի է սպասում։ Իրենք սովորաբար հրավիրատոմս են սպասում, որ Նիկոլը բանը վեհապար հրավիրատոմս ուղարկի, ասի եկեք, չգիտեմ ինչի։ Իսկ դուք պիտի կազմակերպեք, դուք պիտի անեք։ Բայց տեսակ որ հավատավոր ժողովրդի միջից մարդիկ եղան, որ թույլ չտվեցին, որ այդ պղծությունը շարունակվի եւ եկեղեցում հնչեցրեցին կաթողիկոսի անունը մի քանի անգամ։ Իմիջիայլոց միայնակ չի եղել, քիչ առաջ որ ասեցիք, Հովհաննես Իշխանյանը միայնակ չէ, դե շատերն են եղել, որ բայց երկու անձին դուրս են տարել։ Հա, դուրս են տարել, որտեղ կանայք են եղել, բան բոլորը։ Այո, եւ Այգին Դորունց այդ երկու երիտասարդն են դուրս անել։ Հիմա այս կոչը երկուսը տեսեք, հիմա ակնարկեց դրա մասին Արշակ Սրբազանը, որ արդյոք ինչ որ կոմպրոմատներ են ցույց տվել, բան ինքը այդպես ոչ հաստատեց, ոչ հերքեց, ակնհայտ է փորձաքննության պահով ասեց։ Ես ուզում եմ չկա պատասխանատու եւ ամենակարևորը ով ասում որ այդ փորձաքննությունը մեզանից յուրաքանչյուրի համար հիմք կարող է ծառայել։ Այն էլ այն իշխանությունների, որտեղ իրենք
քնում եւ զարթում են ստով, կեղծիքով, մանիպուլյացիայով եւ մարդկանց խաբելով։ Ով ասեց։ Երկու բան կա, չէ՞, որ այս մարդիկ կամ 3 գուցե համոզմունքով են արել։ Այս դավաճան ուրացող հերձվածողները, այս սրբազանները, որ հույսով շատ առաջիկայում կզրկվեն իրանք այդ կոչումից, ինչ է տեղի ունեցել, պարոն Նահապետյան, կամ կոմպրոմատներ են որոշակի ներկայացել, կամ շահադիտական է, ինչ որ մեծ գումարների մասին է խոսքը, սրանք շարունակելու են, կամ համոզմունք ունեն, այս մարդիկ ծպտյալ աղանդավորներ են եւ եկեղեցու դեմ են, չէ՞, կամ գուցե այդ համոզմունքով են այդպիսին։ Հիմա տեսեք, 3 սրբազաններ, որ փակված են հայտարարությամբ, չէ՞, Անեսիկան։ Հիմա ուղղակի էսպես զուգահեռ անցկացնել էլի այս սրբազանների ու փակված սրբազանների միջև, կամ այսօր մենք Բաքվի բանտում ունենք իրական խոշտանգվող մարդիկ, պատկերացնում եք ինչի միջով են անցնում։ Ասենք դուք պատկերացնեք ինչքան թուլակամ եւ ողորմելի դավաճան սրիկաներ են սրանք, որ եթե ինչ որ կոմպրոմատներ է եղել կամ շահադիտական չեն դիմացել, գնացին կոմպրոմիսի երկիր վաճառող Արցախը Ադրբեջան համարող այս իշխանությունների հետ, հա։ Եւ ինչպիսին էին մեր սրբազանները, ովքեր հայտարարությամբ հանդես եկան եւ նաեւ Միքայել arczepiskopos Աջապայանի եւ Բագրատ arczepiskopos Գալստանյանի հայտարարությունից վերջին դեպքերի հետ կապված։ Նոյեմբերի 27-ին հրապարակված հայտարարությունը, դրան հաջորդած խայտառակ հանդիպումը մեզ ստիպում են խոր ցավով կատարել հետեւյալ հայտարարությունը։ Ա. Դատապարտում ենք հերձված ստեղծելու այս փորձը եւ ընթացքը, դավադիր գաղտագողի վարքով։ Բ. Դատապարտում ենք աշխարհիկ իշխանություններին, այն էլ հայնադավ եւ դավաճան, ներքաշելու ներեկեղեցական հարցերի լուծման մեջ գործիք դառնալով նրանց ձեռքին։ Գ. Մեր կոչն է տիրադավերին վերադառնալ կանոնական դաշտ եւ իրենց ուզող հարցերը բարձրացնել ներեկեղեցական տիրույթում եւ ատյաններում։ Դ. Դիմում ենք վեհապար հայրապետին, անհրաժեշտ ենք նկատում հրավիրել եպիսկոպոսաճյուղով քննարկելու արկա հարցերը եւ պատրաստելու ազգային եկեղեցական ժողովի օրակարգը, միևնույն ժամանակ պնդելով ապահովել ապօրինի ազատազրկված 3 սրբազանների մասնակցությունը։ Աղոթում ենք եւ հույս եւ համոզմունք ենք հայտնում, որ վեհապար հայրապետն ամուր եւ անսասան կմնա եւ որ Սուրբ Հոգու առաջնորդությամբ մեր Սուրբ եկեղեցին կհաղթարի չարի այս փորձությունը եւս եւ Տիրոջ խոսքից մեջ բերում։ Բայց այս ամենից ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա շնորհիվ, ով մեզ սիրեց, որովհետև համոզված եմ, որ ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ ներկա եւ ոչ գալիք բաները, ոչ զորությունները, ոչ բարձրությունը, ոչ խորությունը, ոչ էլ որևէ ուրիշ արարած չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսով է։ Հռոմեացիքի 37-ից 39 ամեն ինչ ասված է կարծում եմ հստակ տեղը տեղին։ Այնպես որ եթե իշխանությունները մտածում են 10 եպիսկոպոսներ, որոնք գայթակղվեցին, մի մասը վարկաբեկիչ նյութերի ճնշման ներքո, մի մասը գայթակղվեցին, ասենք նյութական որոշակի շահագրգռվածությամբ, մի մասը այն գլխից գաղափարական առումով կեցվածք են դրսևորել վեհապար հայրապետի դեմ, ես դրանց գիտեմ դեռևս 2018 թվականներին, այդ 2-3 անցկալ այդ 10-ի մեջ, այդ բոլորը առ ոչինչ են։ Ապրի Փաշյան Նիկոլը բարենորոգում է մեր եկեղեցին կեղտաջուրը հավաքելով իր շուրջը։ Եվ եկեք արձանագրենք, որ ինքը արդեն կես տարուց ավել է ծրագրում է հարձակում հայ առաքելական եկեղեցուրա եւ իր հայտարարություններից բազմիցս հրաժարվել է, ինքը ասել է, չէ, գնալու է, սա իմանալ, այսինքն պարտվում է, չի ստացվում իր մոտ։ Ակնհայտ է, որ ձախողում է, սա էլ է ձախողվելու եւ գիտեք ինչ, ասենք սա իսկապես լավ զուգահեռ է, կրակը ինքը ավերող ոչնչացնող հատկություն ունի։ Կրակը այրում է փայտը, ամբողջովին, մոխիր է դարձնում, բայց այդ նույն կրակը ոսկու եւ արծաթի վրա որ պահում են երկար ժամանակ, իր պրոբը հակը բարձանում է։ Հիմա խնդիրը հետեւյալն է, այս փորձությունների մեջով անցնելուց մեր ժողովուրդը եթե չայրվեց փայտի նման, վստահաբար որոշակի կորուստներից հետո իր հակը, իր պրոբը բարձրանալու է։ Այսինքն մենք ավելի լուրջ ենք լինելու եւ մեր հավատքի, եւ մեր արժեքների, եւ մեր կյանքի իմաստի, մեր եկեղեցու հոգեոր առաջնորդի նկատմամբ։ Սա իսկապես
որոշակի առումով նաև դաս է մեզանից յուրաքանչյուրին վեր իմաստավորելու այն ամենը, որը ժամանակին չենք արել եւ Արցախի առաջին ազատամարտի հաղթական ավարտից հետո մենք ունեցանք պարտություն, որտեղ մեր մոտ իրականում արժեքները հետին պլան մղվեցին եւ նյութականը, այսինքն մամոնայի իշխանությունը մեր կյանքում դարձավ դոմինանտ եւ մարդը վախեցավ այլևս գնալ զոհողությունների հանուն իր մայր երկրի եւ հայր Աստծո։ Այդ համար մենք պարտություն ունեցանք։ Ինչու պիտի պաշտպանել հայ առաքելական եկեղեցին եւ ինչու պիտի պաշտպանել վեհափառ հորը եւ եկեք մեկ անգամ եւս հիշենք թե երբ ինչու ինչպես ինչու հարցակվեց հայ առաքելական եկեղեցու վրա հատկապես վեհափառ հոր վրա եւ կուզենայի ցուցադրել չենք մոռանում ինչ տեղի ունեցավ Շվեյցարիայում գիտենք որ այս իշխանությունները հրաժարվել են Արցախից Նիկոլը հրաժարվել է մեծ հաշվով ոչ մի բան չեն անում Բաքվի բանտում գտնվող գերիներից ավելին Նիկոլը կալանավորել է 3 սրբազանների Նիկոլը կալանավորել է նորակախ հանրապետության ամենամեծ բարերարին Սամվել Կարապետյանին ասենք որ մի մեծ բարերար հիմա գտնվում է Բաքվի բանտում դրա մասին եղել են հրապարակումներ եւ հայտարարություններ որ Նիկոլն է շահագրգիռ եղել որ Ռուբեն Վարդանյանը լինի Բաքվի բանտում եւ այն մարդիկ լինեն Բաքվի բանտում 3 սրբազանները փակված են Նիկոլ Փաշինյանի հրամանով ակնհայտ է դառնում եւ այս ամենի դեմ է խոսել վեհափառ հայրը Շվեյցարիայում է խոսել եւ մեկ անգամ եւս արձանագրել է որ հայ ժողովուրդը հայ առաքելական եկեղեցին չի կարող հրաժարվել Արցախից հայ առաքելական եկեղեցին կաթողիկոսը չեն կարող հրաժարվել մեր պատմությունից մեր անցյալից չեն կարող հրաժարվել ցեղասպանությունից ինչ ճանապարհով որ գնում է Նիկոլ Փաշինյանը եւ մեր ժառանգությունից չեն կարող հրաժարվել եւ չեն կարող հրաժարվել մեծ բարերար եւ սրբազաններից եւ ակնհայտ է դառնում որ ադրբեջանական եւ թուրքական հրամանը եղել է հենց դրանով պայմանավորված իմիջիալս մի քիչ անհասկանալի է նաև Հռոմի Պապի հայտարարությունը այստեղ կասեմ ես կասեմ եւ մի հիշեցում թե ինչ է եղել երբ որ հանդիպել է Հռոմի Պապին նաև սրա համար է որ թուրքերը ասում են արագացրու եւ կաթողիկոսի հարցերը լուծի որտեվ իրենք կբերեն սրանից հետո մի կամակատար աղանդավոր կաթողիկոս դրանից հետո կխլեն հայ առաքելական եկեղեցուց իր բոլոր միջոցները ամեն ինչ կխլեն իրենից ինչու ոչ նաև եկեղեցիները չի բացառում որ կարգավիճակով գիտեք որ բարձր է մյուս աղանդավորական ուժերից կբերեն իջեցնեն այդ ուժերին այսինքն շատ արագ ամեն ինչ կավ իրեն սա հետաքրքիր է չգիտեմ դուք լսել եք թե ոչ խնդրեմ ինչ է Հռոմի Պապն է եւ այս խաչքարը կերտված է 1253 այս տեսակ Դից շրջացած աչքարերն այն ոչնչացրեցին նախիջորան։ Այստեղ այս երկու երկերը նոր հրատարակված բրոշյուրներ որոնք որ ներկայացնում են այն բանկերի եկեղեցիները, որոնք որ Ադրբեջանի կողմից Արցախի գրավումից հետո ոչնչացվել են։ Տեսնում եք ինչի մասին է խոսում, վեհափառ հայրը չի հրաժարվում մեր ժառանգությունից եւ հերթական անգամ ցուցադրում է թե ինչ է արել բարբարոս այնում հետ որ Նիկոլը գնում է խաղաղության ադրբեջանցի եւ թուրք ժողովուրդը ուրեմն մինչեւ այս թեման ինքը շատ կարեւոր է եւ կարծում եմ ինչպես ասում են շանգլուխ հենց այստեղ է թափված ես մինչեւ ուզում եմ եւս մեր Ռուսաստանի եւ նոր Նախճեվանի հայոց թեմի հոգեվոր սպասավորների հոգեվորականած դասի հայտարարության մասին ասեմ ձեզ որ 3 է դա տարածվել բացառությամբ թեմի հոգեվորականները բացառությամբ Մոսկվայի Սուրբ պայծառակերպություն եկեղեցու հոգեվոր սպասավոր Տեր Հակոբ Քահանա Սարոյանի միակամ հայտնում են որ անսասան եւ անվերապահ հավատարմությամբ կանգնած են Մարիաթոր Սուրբ Էջմիածնի նրա ուխտապահ հոգեվորականության եւ Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահի ազգընտիր հայրապետ Գարգին Բամենային հայոց կաթողիկոսի ինչպես նաեւ հայ իշխանությունների կողմից բանտարկված հոգեվորականների կողքին եւ ասում է որ մենք սպասավորներս մեր անհանգստությունը վրդովմունքն ենք հայտնում մեր Սուրբ եկեղեցու շուրջ եւ հատկապես ներսում տեղ գտած վտանգաշատ իրադարձությունների առնչությամբ խստագույնս դատապարտում ենք
ՀՀ իշխանությունների հակաեկեղեցական արշավը եւ նույն շրջանակներում ու տրամաբանության մեջ որոշ եկեղեցականների որդեգրած կանոնազանց եւ պարակտիչ մոտեցումները, ձեռնադրությամբ կամավոր ստանձնած ուխտադրության դավաճանությունը, նույն գնահատականը իդեպ Արշակ Սրբազանը տրվեց, խոստանում եւ ուխտում եմ իդեպ հավատարիմ լինել. Սա այս սրբազաններն են ասել ժամանակին, կարծում եմ, խոստանում եւ ուխտում եմ հավատարիմ լինել Սուրբ Էջմիածնին մինչեւ իմ կյանքի վերջը եւ հլու հնազանդությամբ շարունակել մնալ հրամանների եւ իշխանության տակ կաթոլիկես Սուրբ Մայրաթորի, որին Սուրբ Հոգու ընտրությամբ Հայաստան աշխարհի առաջին լուսավորիչ Սուրբ առաքյալներից եւ նրանց օրինական հաջորդ մեր առաքելաշավիղ հայրապետ Սուրբ Գրիգորից անընդհատ դասավորությամբ եւ ուղիղ հաջորդությամբ այսօր բազում է Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը եւ խոստանում եմ հնազանդվել նրա օրինական հաջորդներին հարգելու ու կատարելով բոլոր հրամանները, սա ուխտագրի 3-րդ կետն է։ Հաջորդը ուղիղ վարդապետությունից շեղումը Սուրբ Պատարագի խորհրդի կամայական աղճատումը, փաստացի հրաժարումը օրինավոր ազգընտիր հայրապետին ընդունելուց Հայաստան եւ Արցախ աշխարհների համար աղոթքից։ 3. ՀՀ Սամարության 17-րդ հոդվածի 2-րդ եւ 18-րդ հոդվածի 2-րդ կետերը խախտած երկրի օրինականությունը ոտնահարած իշխանությունների հետ գաղտնի գործարքների մեջ մտնելը եւ իշխանության կողմից միջամտություն եկեղեցական ներքին կանոնակարգին օրինականացնելը։ Մենք տիրախնամ թեմի հոգևոր սպասավորներս մեր որդիական խոնարհումն ենք բերում եւ հայտնում անսակարգ հավատարմությունն ու նվիրումը Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, եկեղեցական կանոնակարգին եւ ազգընտիր գահակալ նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին անշողորեն իրականացնելու հոգեխնամ մեր առաքելությունը հայ հոգևոր եւ ազգային անդաստանում։ Կոչ ենք անում հավատարիմ մնալ Մայր եկեղեցու միասնականության եւ հոգևոր ուխտին։ Սա շատ կարեւոր ճիշտ շեշտադրումներով։ Եվ հիմա ձեր հարցին։ Մենք հասկանանք, որ այստեղ միայն Փաշյան Նիկոլի կամակորությունը կամ փառասիրությունը կամ նախանձախնդիր կեցվածքը կամ եկեղեցու եւ վեհապար հայրապետի դեմ թշնամանքով լցվելը չի մոտիվացիան, որ այսօր ինչ որ տեղի ունենում։ Սա շատ ավելի խորքային է։ Մեզ լսողների ուշադրությունը նաեւ հրավիրում են, որ օրերս Թուրքիայում էր գտնվում Հռոմի Պապը, հանդիպում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, այցելեց նաեւ մեր եկեղեցի, հանդիպում Կոստանդնուպոլսի պատրիարքի հետ։ Նման հանդիպումներ են Թուրքիայում չեն լինում։ Ես կարող եմ ենթադրել, որ հաշվի առնելով, որ այնուամենայնիվ ուղղափառ աշխարհի դեմ երկիր մոլորակի քրիստոնյա աշխարհում ծավալվել է լուրջ պայքար եւ փորձում է խոցելի դարձնել, թուլացնել, տկարացնել ուղղափառ աշխարհի սյուներ հանցածող մի շարք պետություններում եկեղեցիները, այդ թվում փաստացի Հայաստանի Հանրապետությունը, ես չեմ բացառում, որ Հռոմի Պապի եւ Էրդողանի հանդիպումները ենթատեքստով ունեն նաեւ այլ նպատակ, որին իսկապես եթե այդպես է, ուզում եմ սխալված լինել, որ այդպես է։ Այսինքն այնուամենայնիվ, եթե ուշադրություն դարձնեք, այո, չխաբվել, որովհետև ուշադրություն դարձեք Ուկրաինայի։ Ես չեմ հետևել, օրինակ Սոֆիայի տաճարը, որ դարձրեցին մզկիթ, անդրադարձ եղել է դրա մասին։ Ես գիտեմ, որ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին մասնատեցին եւ եկեղեցու մի մասը մցրեցին Կոստանդնուպոլսի պատրիարքի իշխանության ներքո, անց, որը Թուրքիայի քաղաքացի է մեկ, Թուրքիայի հետախուզության նախկին սպա է, կոչումով կապիտան, եւ կարծես թե ինքն է այն հիմնական շարժիչ ուժը, որով հարված պետք է հասցվի ուղղափառ աշխարհին։ Անկեղծությանը, եթե չգիտեմ, ինչքանով է հավատալ, միամտություն չի հավատալ, այսօր այն ինչ որ անում են ուղղափառ եկեղեցու Մոլդովայում, Ուկրաինայում։ Ակնհայտ է դա, արդեն կազմակերպված է եւ դա ոչ ուկրաինացիների, ոչ մոլդավացիների նախաձեռնությունն է։ Այսօր բռնության տակ եւ ձերբակալված Ուկրաինայում, դրա կեսիչափ Մոլդովայում, տեսեք, այսպիսի արշավ, այն ամեն ինչ որ տեղի են անում, սա եկեղեցական համաշխարհային պատմության մեջ գրվելու է, ընդ որում նաեւ մեր անառակների, այս ուրացողների, հերձվածողների այս 10-ի անունը եւս գրվելու է։ Ուստաբար, այո, արդեն գրվել է։
Եվ ուստի եւ մեր եկեղեցու եւ հավատավոր զավակները ինձ համար նաեւ ուրախալի էր, որ եկեղեցու դիվանապետ Արշակ Սրբազանը հստակ տվեց նաեւ այս գործընթացների աշխարհաքաղաքական հենքը։ Պաստորին ինքն է միակն է համենայնպես որ այդպես ճնշումների է ենթարկվել եւ կոմպրոմատներ բան ինքը չի տրվել դրան։ Չի ընկրկել եւ մնացել է իր ուխտի մեջ կամ փողի մեջ, ադիտական ինչ որ բան են ունեցել կորցնելու կամ Եվ որպեսզի իմ ասածը այդպես շատ վերացական չլինի, որ իսկապես ուղղափառ աշխարհի նաև մեր եկեղեցու դեմ լուրջ հիմա պայքար է գնում, մի փաստի մասին խոսեմ։ Պարզում եմ, որ Երևանի պետական համալսարանը ունի աստվածաբանության ֆակուլտետ։ Այն բոտեքսով բանա Սրբազանն այնտեղ դեկան։ Նախքին, արդեն ինքը այնտեղ չէր, իրեն շուտ էր։ Արդեն նորից։ Վերընտրվել, բա իհարկե, հասկանալի գին ունի։ Ուրեմն 30 արծաթե գին է։ Ստացավ, բայց ես ուրիշ փաստի մասին ասեմ, որ օրերս մեր մայր բուհի ռեկտորի պարտականություն կատարող անձը ՀՀ, այսպես ասենք, պարոն Հովանեսը, հա, հանդիպել է Գերմանիայի ավետարանական եկեղեցու արտերկրի եպիսկոպոս Ֆրանկ Կոպանիայի գլխավորած պատվիրակության հետ։ Եվ ինչ են ուզում Գերմանիայի ավետարանականները։ Պատրաստում են ֆինանսավորել ոչ ավել ոչ պակաս Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը։ Այսինքն վերցնել կուրացիայի ներքո իրաց բոլոր ուղղություններով են ես ուղղություններից մեկն է։ Այսինքն այո, բոլոր ուղղություններով եւ եկեղեցու եւ հոգեվորականների եւ վեհապար հայրապետի Եվ կրթական համակարգի։ Բայց պատկերացնում եք ինչքան կայացած է, ինչ ամուր կառույց է, դրանց խժռումը այս 7 տարի հարվածում է մի չի սրիկաներին, դավաճաններին եկնում թիրախավորված 18 թվականին դեռ միջև հիմա դիմադրում է այդ եկեղեցին չի հաջողում էլի իրեն։ Որտեվ առաքելա հաստատ է, այսինքն առաքյալների եւ հետո եկեղեցին մարմինն է Աստծո։ Հասկանում եք, սրանք ինչ որ աշխարհիկ վերլուծություններով, գնահատականներով փորձում են մեր եկեղեցին շատ ավելի ծանր ժամանակներ է տեսել եւ անցել է եւ հաղթանակած է դուրս եկել։ Դե հետո մեր ժողովրդը ցեղասպանությունն էլ տեսել, հիմա մեր խելքի պատճառով պետք է ամեն 100-ամյակը մեկ գան մեզ մորթեն։ Չէ, ասենք Աստված 1000 նշան է ուղարկում ու խելք է տալիս, որ պաշտպանեք ձեզ, գալու են ձեզ մորթելու են, ձեր վերջին հավատքի սյունն են ավիրում, գիտակցեք, հասկացեք, սատկած ընդդիմություն, սատկած վախեցած գործիչներ, ոնց որ ասեցի, նախքին են ողորմելի վարչապետներ, գիտակցեք, բոլորդ հասկացեք, թե ինչի առջև են կանգնել, չէ, Աստված ինչքան դի նշաններ ուղարկի, Աստված ասում է իմ տան վրա են եկել, խելքի եկեք, չէ։ Ես մի զուգահեռ եմ ուզում բերել մեր եկեղեցու ամենամեծ առաքելություններից մեկը ցեղասպանությունից մազապուրց հայությունը երբ հավաքվեց այն տարածքում որտեղ հիմա մենք ենք, ասենք Արևելյան Հայաստան, թուրքական բանակի կանոնավոր եւ էլիտար ստորաբաժանումները արշավում էին գրավել այն մի կտոր Հայաստանը, որ այստեղ մնացել էր։ Ես ուզում եմ հիշեցնել մեզ լսողներին, որ Սարդարաբադի ճակատամարտի եւ ոգեշնչողը պաշտպանության եւ իրական առաջնորդը մեր հոգեվոր առաջնորդներ, վեհապար հայրապետներ, որը չընկրկեց այդ ժամանակ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների, մասնավորապես Արամ Մանուկյանի, որը ներքին գործերի նախարարներ կամ դիկտատորներ համարվում, հորդորը, որ եկեղեցին Մայրաթոռը իր հոգեվորականներով եւ գանձարանով տեղափոխվի Սևան։ Ընդհակառակը պատասխանը այնքան կոշտ էր, որ նույնիսկ հիմա երբ մենք փորձում ենք մտովի հետ գնալ այդ ժամանակները, իսկապես մարդկանց մեջ հոգեբանորեն շատ արագ բան է փոխում, երբ կեցվածքը հետևյալներ սրով իրենք կպաշտպանեն իրենց եկեղեցին այդտեղից չեն գնա։ Եվ եկեղեցու զանգեր հնչեցին։ Իրականում Սարդարաբադի հաղթանակը կռելու առաջին եւ հիմնական ուրեմն անձը, որը որ մարդկանց միավորեց զանգերով, կոչերով, միակամությամբ եւ պատրաստակամությամբ, եթե պետք լինի զոհաբերվել, բայց չնահանջել, չհանձնել Մայրաթոռը, դա եղել է ոչ ավել ոչ պակաս այդ ժամանակ մեր եկեղեցու հոգեվոր առաջնորդը
Այնպես որ եթե մեզ թվում է թե մեր եկեղեցու հոգևոր առաջնորդը միայն ըստ իշխանությունների պետք է զբաղվի աղոթքով, մեր եկեղեցին աշխարհում եզակի եկեղեցի է, որ ազգային եկեղեցի է, մեր ինքնության պաշտպանը, պատվարը, պահապանը, մեր սփյուռքի գաղթօջախների իրական հենասյունը եւ մեր ներկայի եւ ապագայի այն փարոսն ու լույսը, որը ժամանակին մեր հոգևոր եւ աշխարհիկ հայրեն են տեսել, երբ 301 թվականին Հայաստան աշխարհում առաջինը ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Մեր եկեղեցու իրական արժեքը մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է գնահատել, պարտավոր է կեցված դրսևորել, իսկ եթե վտանգ կա մեր հոր տների վրա, հանձինս եկեղեցիների, իսկ եկեղեցիները մեր հոր տներն են։ Անհրաժեշտության դեպքում նաև անձնապես պաշտպան կան։ Եվ վերջո դիվանապետի հայտարարությունը այնպես հայտարարություն չի, այս իշխանությունը, որը այսպիսով արհավիրք է բերել մեր երկրի եւ ժողովրդի գլխին, չի կարող մնալ իշխանության։ Օր առաջ նրանք պետք է հեռանան։ Ասել է Արշակ Սրբազան, այսինքն էլ ո՞նց պիտի կեցվածքը հստակ է։ Այո։ Տարածվեց արդեն խոսքը Սրբազանների, թե դեռ ոչ։ Հոկտեմբերի 20 Արդեն կա մեզ մոտ։ Ես այստեղ մի կարևոր թեմա, բայց քանի որ հիմնականում եկեղեցին էր, ես այս թեման մեր շատ կարևոր բան հայտարարեցին։ Ձեզ էլ հետաքրքիր կնիկ նոր տարածվեց։ Ես ուղղակի միտքս ավարտեմ։ Ես կարծում եմ ժամանակ հնարավորություն կունենամ այս տաղավարից խոսելու օրերս Հայաստանի առաջին նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի եւ Պետրոս Ղազարյանի հարցազրույցից շատ կարեւոր շեշտադրումներ։ Իմիջայլոց այս թրքահպատակության, ցեղասպանությունից հրաժարվելու, քիրվայության, այս այլանդակության հիմքը նորանկախ հանրապետության դրել է հենց այս վիժվածքը Լիպարիտյանը։ Ասում են ինչ որ մի փուլում էլ անգամ կարողացել էր ինքը Լևոն Տեր-Պետրոսյանին մոլորեցնողը, այդ առումով այդ ուղղությամբ տանողը, բարեբախտաբար հետո կանգ առավ Լևոն Տեր-Պետրոսյանը, էլի սա է տարել, հիմա պատահական չի, սիրելի հայրենակիցներ, որ այս իշխանությունը եւ թուրքերը նորից ակտիվացրել են Լիպարիտյանին։ Ուրեմն, եթե ուշադրություն դարձնեք եւ ժամանակ եւ նյարդեր ունենաք լսելում, 2 օր առաջ է եղել այդ հաղորդումը, ուշադրությունն եմ մեր լսողների հրավիրում այն փաստի վրա, որ այնինչ ասում է Փաշինյան Նիկոլը, անկախ, ինքնիշխան, Թուրքիայի հետ քիրվայություն, Ադրբեջանի հետ բարեկամություն, հա, այդ բոլոր թեզերը այս կամ այն ձևով հիմնավոր ասում է Ժիրայր Լիպարիտյանը։ Ես սա շատ եմ կարևորում, առավելս որ ինքը հրապարակավ կեղծիք է ասում Թուրքիայի պահու, ես ընդհանրապես ասում եմ, որ ինքը ասում է, որ Թուրքիան մեզ որևէ ձևով վնաս չի կարող տալ, Թուրքիայի զինվորը Հայաստան չի մտել եւ ոչ մի փաստ չկա դրա վերաբերյալ, որ Թուրքիան մեր երկրի համար սպառնալիք է։ Միայն իր ընդհանրապես սա ասեմ եւ հետո ընթերցեք, իսկ այս թեման ես առանցին այս տաղավարից կմտնեմ, եթե ուզում ցուցադրեինք։ Կարիք չկա, դրա անհրաժեշտությունը չկա հիմա, հա։ Ես ընդհանրապես մի փաստ ասեմ, որ երբ Ժիրայր Լիպարիտյանը Հայաստանի Հանրապետությունում պաշտոն է զբաղեցնում, իր պաշտոնավարման ժամանակ Երևի 80 տարեկան է, հիշողության կորուստ ունի, բայց ես ավելի շուտ կարծում եմ ակնհայտ կեղծիք է անում։ Թուրքիան 3 անգամ պատրաստվում էր Թուրքիայի 3-րդ դաշտային բանակը մտնել Հայաստանի Հանրապետություն։ Ինքը, հա, մենք ուզում եմ ասել, չէ, դες կեղծիկը պետք է բացահայտվի, ես կոնկրետ ունեմ բավականին լուրջ ժամանակին վերլուծություն եւ առանցին երմիգուցե հաղորդման ժամանակ ես այստեղ եթեր կմտնեմ, իսկ հիմա դուք դա ինչ որ ասում եք Շատ կարևոր, խնդրում եմ ձեր ուշադրությունը, մեր հզոր, ուժեղ, իսկական սրբազանների խոսքը, որ այսօր թշնամու կողմից բանտված են։ Միքայել Սրբազանի, Բագրատ Սրբազանի, կարծում եմ նաև մյուս 3-րդ Սրբազանի խոսքն էլ, նաև, այո, Մկրտիչ Սրբազանի։ Խնդրում եւ առաջարկում ենք վեհափար Հայրապետին դադարեցնել հերձվածող եւ անհնազանդ առաջնորդների պաշտոնավարումը, ովքեր չէ, այն ապիկարների նկարը դիրեն 10-ի, որ նստած էին, ովքեր իրենց վարկն արդեն իսկ կայացրել են իրենց դատավճիռը, անմիջապես նոր առաջնորդներ նշանակել տվյալ թեմերում, հրավիրել եպիսկոպոսատ ժողով, ապահովելով մեր 3 սրբազանների մասնակցությունը կամ մեր ազատությունից հետո։ Եպիսկոպոսատ ժողովից հետո կարելի կլինի գումարել ազգային եկեղեցական ժողովը։
Դիմում ենք տվյալ թեմերի քահանաներին։ Դուք պարտավոր եք այլևս չենթարկվել ձեր հերձվածող առաջնորդներին եւ վարկյան առաջ հավատարմություն հայտնել վեհապար Հայրապետին եւ ենթարկվել նորին սրբության տնօրինություններին։ Իդեպ այդպիսիք բազմաթիվ քահանաներ են եղել հենց նաեւ այս սրբազանների թեմերից։ Երեք քահանաները Բազմաթիվ, այո, նրանց միացան, բայց բազմաթիվ քահանաներ։ Եվ վերջում ուզում ենք հույս հայտնել, որ տիրադավներից ոմանք կգնան Պետրոսի ճանապարհով եւ դառն լացով կփորձեն զղջմամբ գետ հոգևորական մնալ, միջև մյուսներին սպասում է Հուդայի ճակատագիրը։ Քահանայք եւ ժողովուրդ, փառված մնացեք մեր Սուրբ եկեղեցուն եւ հավատարիմ հայոց օծյալ Հայրապետին։ Մեր բոլորիս համար փորձություն եւ փորձվելու ժամ է։ Չարը մռնչում է, կլանելով յուրաքանչյուրիս եւ բոլորիս միասին։ Մեր միջից երանսրանք, բայց դուք էլ ասեցիք դրա մասին, բայց մեզնից չէին, որովհետև եթե մեզնից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային, բայց մեզնից ելան, որպեսզի հայտ լիներ, որ սրանք ամենքը մեզնից չեն։ Վանեսպետ այս երկու հոգով ջերմերանդ եղեք։ Տիրոջը ծառայել հույսով ուրախացեք, նեղության համբերեք, հարատև աղոթեք, մի պարտվիր չարից, այլ բարիով հաղթիր չարից։ Հռով Շ 11-13 մեջբերում է. Աստված մի արասե, որ մի օր պարզի, որ տիրադավները դերակատարություն են ունեցել նաև մեր եւ մկրտիչ սրբազանի ազատազրկման հարցում։ Ինչու կասկածելու բոլոր հիմքերն առկա են։ Աստված մի արասե, որ մի օր պարզվի, որ տիրադավները դերակատարություն են ունեցել, այս պիղծ սրանց մասին է խոսում։ Այս պիղծ հիշեք այս դեմքերը, այ ժողովուրդ, սրա հետ միասին, հիշեք այս դեմքերը, այ ժողորդի գերեզմանը փորող, հայ ժողորդի հայ առաքելական եկեղեցու տանք ռումբեր դնող, հայ ժողորդին ցեղասպանության եւ կործանման տանող սրիկայակույտը։ Աստված մի արասցե, որ մի օր պարզի, որ պիրադավները դերակատարում են ունեցել նաեւ մեր եւ մկրտիչ սրբազանի ազատազրկման հարցում, ինչում կասկածելու բոլոր հիմքերը առկա են։ Նոյեմբերի 30 2025 թիվ։ Դիմում ենք 10 դավաճանների թեմերի քահանաներին։ Դուք պարտավոր եք այլևս չենթարկվել ձեր հերձվածող առաջնորդներին եւ վարկյան առաջ հավատարմություն հայտնել վեհապար Հայրապետին, ես նորից եմ ես ընթերցում եւ ենթարկվել նորին սրբության տնօրինություններին։ Բագրատ եւ Միքայել սրբազաններ վստահ, որ իրենց է միանում, քանի որ առանձին տեղերում են նաեւ մկրտիչ սրբազանը։ Հասկանա։ Ինչպես ասում են, նավայնե կակ նավայնե, պատերազմա գնում մեր ինքնության, մեր պետականության, մեր հավատի եւ մեր եկեղեցու եւ մեր եկեղեցու հոգեու առաջնորդի դեմ։ Մենք էլ զինվորագրված ամեն մեկս մեր տեղում մեր գործը կանենք։ Հայ ժողովուրդ, հավատավոր ժողովուրդ, կանգնեք ինքներդ ձեր կողքին, կանգնեք հայ առաքելական եկեղեցու կողքը, որովհետև այսօր ինչ որ թափթփուկներ գրում են, ասում են, երբ պիտի գան պարոն Նահապետյանի հետևից, Անժելայի հետևից, երբ պիտի գան, այս ինչ տականքակույտ է։ Այս ամբողջ կռիվը նրա համար է, այս սրիկաներ, այդ տականքներ, որ թշնամին չգա բոլորիս հետևից, որտեղ որ թշնամին գալիս է, ինքը չի էլ թաքցնում, որ գալու է ինչ է անելու, ինքը չի էլ թաքցնում, որ գալիս է, ինքը չթաքցրեց ոչ 4 տարի առաջ, ոչ 5 տարի առաջ, իսկ որ ինքը գալիս է, ոնց որ 1000 տարի առաջ, չնայած 1000 տարի առաջ բան էին, մողոլ թաթարներ էին, ոնց որ 100 տարի առաջ, 130 տարի առաջ, իրենք նույն բանն են անում։ Աստված մեզ Պահապան եւ առաջ Աստված, այո։ Հասկանա։